Ես արդեն ասել էի, որ Միացյալ Նահանգների առևտրի նախարարի տեղակալը ինձ պաշտոնական նամակով հրավիրել է իմ հերթական այցին ընթացքում Վաշինգտոնում նաև այդ հարցը քննարկել առևտրի նախարարությունում, որի մեջ ներառված է երկու բաղադրիչ, միայն թրիփը չի։ Այսինքն երկու կետ կա, առաջինը թրիփի բուն, թրիփի ներդրումային ծրագիրը եւ երկրորդը առհասարակ ամերիկյան խոշոր ընկերությունների, այդ թվում առևտրային ծառայություններ մատուցող ընկերությունների հնարավոր ներդրումային ծրագրերը, դրանց հնարավորությունները հիմա մենք բազմաթիվ ուսումնասիրություններ ենք անում, նաև զուգահեռ աշխատանք ենք տանում եւ եթե նկատել եք օրեր առաջ օրինակ ես հանդիպել եմ Starbucks ցանցի տարածաշրջանային տնօրենի հետ, այսինքն նաև այդ մակարդակում լոկալ տեղային մակարդակում խոշոր բրենդների հետ եւ արդեն պետական մակարդակում, եթե այդ մակարդակում եւս քննարկենք հնարավոր ներդրումային ծրագրերը, այս առումով մենք եւս ուսումնասիրում ենք ամերիկյան հնարավոր ներդրումների տեղերը, չափերը, ինչպես նաեւ եւ հուշում ենք գործընկերներին, որ այստեղ օրինակ այս բրենդը կարող է ներկայանալ, այս ոլորտում շուկայի հնարավորությունները այսքան են։ Մենք ինքներս ենք անում շուկայի տարողության գնահատում, գործընկերները իրենք եւս գալիս են եւ մի երկուսն էլ կա, որոնք ուղղակի ընթացքի մեջ են եւ բրենդի հետ պայմանավորվածության արդյունքում, այսպես ասած, չենք հայտարարում դրա մասին, խոսում ենք այն մասին միայն, որոնք որ ինքը բրենդը համաձայն է, կամ ինչ-որ մի փուլի ենք հասել, որ իրենք արդեն ենթադրաբար ամենայն հավանականությամբ գալու են եւ դրա մասին սկսում են խոսել, կա նաեւ այլ դեպքեր, երբ որ օրինակ ակտիվ օրինակ շուկայի հետազոտություն է հիմա իրականացվում խորքային, որպեսզի մեր շուկայի տարողությունը հասկանան, իրենց բրենդի հնարավորությունները, շահութաբերությունը, մեր ուրեմն հնարավոր այսպես ասած գնողունակության չափ, այսինքն տարբեր ցուցանիշներ, որոնց արդյունքում այդ ընկերությունները կարողանան գալ Հայաստան։ Այս առումով աշխատանքները կատարվում են տարբեր ձևաչափերով եւ հրապարակային եւ երբեմն նաեւ ոչ հրապարակային, բայց դա արդեն մասնավոր ընկերությունների ցանկությունն է այդպես։ Ընկերությունների մասներ կարծեմ խոսում, բայց ակնհայտ է, որ դեռևս բազմաթիվ դեպքերներ քննարկված չէ Չէ, իրականում հայ-ամերիկյան համագործակցությունը ինքը միայն թրիփի մասին չի, ինքը շատ ավելի լայն է, օրինակ, երբ որ շատ պատահական չէր, որ նաև օրեր առաջ 135 կարծեմ միլիոն դոլարի ուրեմն վարկային համաձայնագիր ստորագրվեց Արջին բանկի եւ Կոնտուր գլոբալի միջեւ եւ ըստ էության մեր լոկալ բանկը իրեն արդեն կարողանում է թույլ տալ ամերիկյան վերազգային կորպորացիային 135 հիմա կարծեմ 135 միլիոն դոլարի վարկ տրամադրել, որը մի կողմից կոնսոլիդացիա, այսինքն հիմա բանկ այնտեղ ուրեմն Կոնտուր գլոբալը ուներ վարկեր, որոնց այդ վճարները երկրից դուրս էին գնում, մյուս կողմից էլ նոր ուրեմն ներդրումներ էր անում, հետեւաբար նոր միջոցներ իրան պետք, որը արդեն վերցրեց, այսինքն դա նույնպես իմ կարծիքով օգոստոս 8-ի իհարկե process-ը մի փոքր ավելի շուտ էր սկսել, բայց այդ process-ը բոլոր կողմերին եւ բանկին եւ Կոնտուր գլոբալին վստահություն էր հաղորդել, որ միանշանակ պետք է անելու արագ, հենց օգոստոսի 8-ից հետո եւ ես կարծում եմ, որ մենք ապագայում ամերիկյան տնտեսության, ամերիկյան ապրանքանիշերի եւ ամերիկյան ներդրումների ավելի մեծ ներկայություն եւ շունչ կզգանք Հայաստանում։ Ինքնահոսություն կա, որ ամերիկյան ընկերությունների անվտանգ այստեղ ոչ թե ամերիկյան ընկերություններ են լինելու, այլ լինելու են թուրք ադրբեջանական ֆինանսական միջոցներ եւ ընկերություններ։ Ես չգիտեմ ինչ մտահոգությունն է, բայց օրինակ թուրքական ընկերություններ Հայաստանում դեռ կան 2012-13 թվականներից, ընդ որում իրենք ուղղակի Հայաստանի օրինակ նույն հագուստի մանրածախ առևտրի ցանցում մի քանի բրենդների ապրանքանիշերի տեսքով ներկայացված են, ընդ որում
մեկի դեպքում շատ ուղղակի, այսինքն ոչ թե այդպես միջնորդավորված, այլ շատ ուղղակի եւ ուղղակի եւ ես իրականում ողջունում եմ այդ ներդրումները, որովհետեւ ցանկացած խաղաղություն, եթե ցանկացած խաղաղություն հարևանների միջև, եթե չամրապնդվի ֆինանսական ներդրումներով, այսինքն եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն տարածաշրջանում այդպես ձեր ասածը այդպես չի, այսինքն ձեր ասածը ճիշտ չի, բայց օրինակ ես շատ նորմալ եմ համարում, որ Հայաստանում օրինակ խաղաղության հաստատման պարագայում սահմանները բացելուց հետո օրինակ ինչու ոչ ներդրումներ կան, այդ թվում նաև թուրքական, մենք էլ գնանք այնտեղ ներդրումներ անենք, եթե ձեզ թվում է, որ հակառակ պարագայում մենք կարող ենք ունենալ կենսունակ պետություն, ապա նայեք մեր պետության նախորդ 3 տասնամյակների պատմությունը։ Մենք Թուրքիայում ինչ կարող ենք ներդնել ըստ էս։ Ախնդիր չէ, որ թուրքական ընկերություն լինի, որովհետև երրորդ ընկերությունը։ Ոչ, դուք նորից հիմա ինչ որ տեքստեր եք ասում, հետո կտրեք այդ հատվածը, ասում եք ոչ սխալ եք ասում, այդպեսի բան չկա, թրիփի մասով մեր գործակցությունը միայն եւ միայն Միացյալ Նահանգների հետ է։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ օրինակ կարող է որ ինչ որ մի հյուրանոց բացվել, ենթադրենք Հայաստանում որևէ երկրի, ասենք օրինակ թուրքական բրենդի, կարող է բացվել, ինչի կարող, ինչի կարա բանա, կներեք էլի, դուք ասացիք այդ բրենդի անունը, 2012 թվին ինքը կարա Հայաստանում բացվի, 2026 թվականին այն մյուսը չի կարա բացվի։ Կոնտեքստում է հարցը տալիս, ես ասեցի։ Հարցը այն կոնտեքստում է, որ դուք ջուրա հապստի հետ կապված խանութ եք մանդալնշում, բայց ճանապարհը ռազմավարական ասում եմ ճանապարհի հետ որևէ երկիր գործ չունի, ճանապարհի հետ գործ ունեն Հայաստանը եւ Միացյալ Նահանգները։ Այս հարցը սևով սպիտակի վրա գրված է թղթի վրա եւ այլ բան հնարավոր չի, այլ բան անհրաժեշտ չի, այլ բան չի լինելու։ Քննադատություն է հնչում, պարոն Պապոյան, որ լայնության մասին չի խոսվում այդ ճանապարհի, ինչու չի ասում, թե որքան լայնություն է ունենալու եւ բացի այդ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ ավելի երկար պետք է լինի այդ ճանապարհը, գնահատի Երազղ, նաեւ Ռուսաստան-Ադրբեջան, որպեսզի արդյունավետ լինի Հայաստանի համար եւ ոչ թե դուրս գա, որ միայն ադրբեջանցիներն են օգտվելու։ Բայց ով է ասել, որ այդպես չի։ 43 կիլոմետրից ավել ասում է երկար պետք է լինի, դուք ասում եք Քոչարյանը որտեղից է վերցրել, որ այդպես չի։ ներկայացրած չափերի։ Դե մի մեծ քարտեզ էլ դուք դրեք, դե դիմացը ու տեսեք, որ այդպես չի։ Պարոն Պապոյան, ասեք հովի կաղազայնան էր ասում, որ եթե Երազղ ջուրթաունը Նախիջևանով ճանապարհը բացվի, հարգելի գործընկերներ, Երազղից մինչև Նախիջևան այդ երկաթուղու կտորը մի կիլոմետրանոց փոքր հատված է։ դա գործարկելու համար կա, դիտարկում են հնարավոր է ինչ-որ առաջարկ լինի Միացյալ Նահանգների, որ եթե իսկապես Հայաստանի տարածաշրջանով է հետաքրքրված, դա անպայման գործարկվելու է, ինչ է կարծում, կարող է այն 40 քանի կիլոմետրը սարքենք, այդ մի կիլոմետրը չէ։ Ես ուղղակի ձեր հարցերը չեմ հասկանում, էլի։ լայնություն ասում է շատ կարևոր է երկարությունը 42 կիլոմետր է։ Ասեմ 11 մետր 17 սանտիմետր, դա դες ինչ է տալու։ Կամ ասենք 18 մետր 26 սանտիմետր։ Իսկ հաստությունը ասֆալտի ինչքան է լինելու։ 4 սանտիմետր թե 6։ Իսկ օրինակ այս տեսախցիկի ռեզոլյուցիան ինչքան է, ես ասենք Ժորժ ջան, եկեք ձեր հարցերով մենք ճանապարհ չենք տալիս, մենք ճանապարհ ենք կառուցում Հայաստանի Հանրապետությունում։ Դա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն է, դա մեր ճանապարհն է, մեր։ Պարոն Պապոյան, դուք ասիք, եթե խաղաղություն լինի, սահմանները բացեն, երկուստեք ներդրումներ կլինեն։ Հայաստանը ինչ ներդրումներ կարող է անել Թուրքիայում։ Հայաստանը ներդրումներ ես չեմ կարծում, որ մեր խնդիրն է, որպեսզի մենք հենց անենք, որ ներդրումներ անենք, մեր խնդիրն է, որ մեր ապրանքները կարողանանք վաճառել Թուրքիայում, սա մեկ, այսինքն էքսպորտ ունենանք այնտեղ, եւ երկրորդը օգտագործենք թուրքական նավահանգիստների եւ թուրքական ճանապարհների պոտենցիալը եւ այդ պոտենցիալի միջոցով մեր ապրանքները արտաքին աշխարհ, երբ որ մենք հասցնենք, դրանք կլինեն շատ ավելի մրցունակ
քանի որ թուրքական նավահանգիստներով միջակայական ծով դուրս գալը մոտավորապես երևի 3 անգամ ավելի կարճ է, եւ որը էականորեն ազդում է տրանսպորտային ծախսերի վրա եւ հետեւաբար ապրանքների մրցունակության վրա եւ իհարկե նաեւ օգտագործելով թուրքական ցամաքային եւ ծովային հնարավորությունները, նավահանգիստներ, ճանապարհներ, Հայաստան ներմուծվող ապրանքների գները էականորեն իջեցնել եւ դրանով նաեւ ուրեմն բնականաբար եթե որոշակի ապրանքներ կան Հայաստան շատ ավելի քիչ տրանսպորտային ծախսերով, դա հնարավորություն կտա մեզ շատ տրամաբանական է, այստեղ ունենալ շատ ավելի մրցակցային միջավայր, այդ ֆոն գնանկում տեղի ունենա եւ այսպես շարունակ։ Նախագիծ կա արդեն Թրամփի ու նախագիծը կա թե ոչ։ Ես անոթ չեմ նախագծին որպես այդպես։ Այսինքն կառուցման աշխատանքները գործնականում այսպես չեն սկսվել, չէ՞, այդ ընկերությունները որ դուք ասացիք Դե դրանք ուսումնասիրությունների փուլում են։ Տեսեք, հիմա նայեք, մենք ես ինչ որ ասում եմ, դա այդ չի նշանակում, որ մենք այդքան սպասելու ենք, չէ՞, բայց չի կարող օրինակ այսօր որոշվի, որ մենք օրինակ ճանապարհ ենք կառուցում, վաղը դրա process-ը սկսի, չէ՞, ինքը ուսումնասիրություն կա, ընկերությունները գալիս են ֆինանսավորման պայմաններ, նախագիծ, տեղանքին ծանոթացում եւ ինձ թվում է ավելի կոմպետենտ մարդիկ կան, որոնք որ կասեն, ես նման տեխնիկական հարցերի չեմ տիրապետում։ Ապահանջում պարոն Պապոյանը, Պուտինի եւ Փաշինյանի հայ-ամերիկյան ընկերություն արդեն ձևավորվել է։ Ես նման տեղեկություն չունեմ։ Պարոն Պապոյան, ապահանիստում Պուտինի եւ Փաշինյանի միջև այսպես է տարածայնությունը ԵԱՏՄ շրջանառության հետ կապված, թվերի հետ կապված, ինչու է այդպես ըստ էության անկում է գրանցվել այդպես այդ շրջանառության մեջ։ Մենք հիշում ենք, որ ընդդիմությունը անընդհատ դեռ 2 տարի էս վերջին անընդհատ ահազանգում էր, որ այս թվերը այդ ուռճացված են, այսինքն Հայաստանում էական տնտեսական ներդրումների արդյունքում չի այդ շրջանառությունը ավելացել, դուք հակադարձում եք, որ դա այսպես սեփականաշնորհում իր իշխանությունը իրեն։ Հիմա հասկանում ենք, որ նույն ոսկու այսպես շրջանառության, ավտոմեքենաների հետ կապված ակնհայտ ընկել է այսպես ոսկին։ Այս դեպքում ճիշտ էր ընդդիմությունը, երբ ասում էր, որ այդ թվերը ուռճացված է, որով իշխանությունը այսպես ասած թվերը ուռճացված չէր։ Որ թիվը ուռճացված է, թիվը ոսկու շրջանառություն էր տեղի ունենում, որից ես անցած տարի եմ ասել, նախանցած տարի եմ ասել, այս տարի եմ ասել։ Հայաստանը չունի ոչ մի օգուտ։ Հիմա այդ թիվը 0 էլ դառնա, մեր տնտեսական աճի վրա դրա ազդեցությունը մոտ 0-ի է, այդ թիվը դառնա 100 անգամ շատ, այդ դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա մոտ 0-ի է, որովհետև դա մի բան էր, այսինքն այդ պրոդուկտը գալիս էր Հայաստան, դուք գնում եք մեկ այլ երկիր։ Ինքը ֆորմալ առումով վիճակագրական առումով թիվ է։ Ռուսաստանի համար արդյունք է էական, որովհետև ինքը բան է արտահանում։ Էմիրատների համար արդյունքը, որովհետև ինքը ստանում է։ Մեր համար ինքը ընդհանրապես վիճակագրական թիվ է։ Դրա համար որ ասում են արտահանումը, ներմուծումը, չէ, ոչ մի ինչ է շահել, որ մի երկու հոգի բան մաքսային հայտարարագիր կարող է լրացնում էին, մեկն էլ բան էր։ Զվարթնոցից բերում էին այնտեղ են Փարաքյարում մի հատ տեղ կար, այդ արանքում էլ հիշում եք, որ այդ 3 կիլոմետրի վրա մի հատ էլ գողություն տեղի ունեցավ։ Այդ ընթացքում ծախսված բենզինն է եկել երևի։ Այդ անհամաձայնությունը Նիկոլ Փաշինյանը։ Մեկ էլ իհարկե որոշ տեղափոխողներ կարող է իրենց եկամուտներ են ստացել, որոնք որ տնտեսության վրա ունեցել են 0-ին մոտ ազդեցություն, իրենց անձնական կյանքի վրա որոշակի ազդեցություն ունեցել են, բայց իրանք այդ մեջ շրջանառության մեջ այնքան փոքր բաներ են, որոնք որ ընդհանուր հանրային բարիքի վրա սահմանափակ ազդեցություն են ունեցել։ Կարող է մեկը դրա հետևանքով ռեստորան է մի հատ բացել, օրինակ, եւ դա ինչ որ անուղղակի արդյունք ունեցել է, բայց մեծ հաշվով տնտեսության վրա ինքը տեսանելի որևէ արդյունք չի ունեցել։ Եվ խնդրում եմ վերջին հարցը ես 4 միլիարդ 9 միլիարդ, տեսեք Նիկոլ Փաշինյանը ասեց 4 միլիարդ, հետո դուք հրապարակեցիք վիճակագրական ծառայությունով, որ 4 միլիարդ։ Ինչու է Ռուսաստանի նախագահը ասում, որ ավելին է, քանի որ դրանից առաջ էլ երբ Նիկոլ Փաշինյանը մեկներ էր Մոսկվա այդ ատոմայինի հետ կապված հանդիպմանը, Վլադիմիր Պուտինը ասեց 11 միլիարդ եւ այնտեղ չարարկեց Նիկոլ Փաշինյանը, որ 11 միլիարդ չի, այլ 9 միլիարդ է ընդհանուր առևտրաշրջանում։ Հարգելի գործընկերներ, այսինքն Հայաստանն ու Ռուսաստանը տարբեր Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակում է թվեր ընդունված մեթոդաբանությամբ արդեն 30 քանի տարի է։ Հիմա թե որտեղ ինչպես են հաշվում, ես չեմ կարող ասել կամ ինչ թվեր որտեղ ինչ կա։ Մենք
այլ բան չենք էլ կարող հրապարակել։ Եթե վիճակագրական ծառայությունը ասի 1 միլիարդ է, պիտի ասենք 1 միլիարդ է, ասի 11-ը, ասենք 11-ը։ Նայել ենք, տեսել ենք, չգիտեմ, 9-ը, ասել ենք 9-ը։ Չի կարող սխալվել Իսկ կարող սև կասա կա, պարոն Պապոյան, սև կասա կա, Վլադիմիր Պուտինը սխալմամբ սև կասայի թվեր։ Ես այդպիսի բաներից չեմ հասկանում, այդ երևի դուք հասկանում եք, դրա համար այդպիսի հարցեր եք տալի, ես չգիտեմ։ Մի հարց է ոլորտի հետ կապված։ Դրա հետ կապված ներողություն, դրա հետ կապված հարց տալու համար պարտադիր չի դրա մեջ լինել։ Այսինքն չկա այդ նման բան։ Ֆերմերները դու եք։ Մենք պարզապես իրականացնում ենք միջոցառումներ, որը շատ լավ իրականացնում ենք եւ այդպիսի բան չկա։ Բայց չկա, հայերեն երկրներում կա, մենք հիմա վակցինացիա ենք անում։